Իշխանության յուրացման նախապատրաստության գործով անազատության մեջ արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվող Երջանիկ Սիմոնյանի ընտանիքն ահազանգում է, նրա առողջական վիճակը ծանր է։ Նյու Դեյը այցելել է Արամուսում գտնվող Սիմոնյանների տուն։ Ընտանիքի անդամների խոսքով Սև Հովազ ջոկատի մարտիկը պարբերաբար բանտում ուշաթափվում է, արդեն խոսքի խնդիր ունի, բայց սխալ բուժում է ստանում։ Հետևանքները կարող են անդառնալի լինել 4 երեխաների հոր համար։ Նոյեմբեր ամսվանից մենք քրեակատարողականից խնդրում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, որպեսզի թողնեն մենք Երջանիկի գլուխը նկարենք, քանի որ ունի քրոնիկ հիվանդություն, որպեսզի հասկանանք ինչ փուլում է իր խնդիրը, գլխի MRT-ն մեզ մերժում են։ Անընդհատ տանում են բուժօգնություն իրանց կողմից, տարվում է դեպի վզի կոտրվածքը, դեպի վզի կոտրվածքը։ Մեր միջոցներով հասանք մի կերպ շատ դժվարությամբ, շատ ծանր տանջանքներով հասանք, որ տեղափոխեն Երևան նեյրովիրաբույժի մոտ։ Նեյրովիրաբույժը գտա, որ դա իր հիվանդը չի, այսինքն այնտեղ հետ պատերազմյան վիճակում վզի կոտրվածքից հետո կան խնդիրներ, բայց որոնք փոքր բուժման կարիք ունեն։ Խնդիրը անոթային խնդիր է գլխի հետ կապված։ Ես նույն պատասխանը զանգում եմ քրեակատարողական, ասում են, որ այդպես է, իրանք այնտեղից ինձ ասում են, որ մեր տեղի նյարդաբանը կնայի, մենք ինչ որ պետք է կանենք։ Ձեր մոտ արդեն նոյեմբերից դուք անում եք, բայց ոչ մի բանի չեք հասնում։ Իսկ դուք արել եք բուժում, որի արդյունքում Երջանիկը վատացել է, ունեցել է նոպա, եւ մարդը իրավունք ունի վախենալու եւ չթողնելու, որպեսի բուժում շարունակեն։ Արեք ստուգումը, գտեք վերջնական այս մարդու խնդրի պատճառը, հասկանանք ինչ է կատարվում գլխի հետ, ինչից է խոսքը այդպիսի իմ ախպոր, ինչից է, որ ինքը վատանում է, ուշագնացություն է ունենում, ինչից է, որ թույլ է օրգանիզմը, գլորվում է, ընկնում է, անցած անգամ եկել էր դատական նիստին, պատերից բռնվելով է ինքը գնացել։ Արեք ստուգումները, խնդրում եմ, պատշաճ, քաղաքային հիվանդանոցում, ոչ բերդի հիվանդանոցում։ Աստված մի արասցե, չեմ ուզում այդպես մտածեմ, այսօր մի քիչ բժիշկն էլ հանգստացրեց, որ հնարավոր է այդպես չլինի, անոթային խնդիր է, ինսուլտ չլինի։ Խնդրում եմ, արեք MRT, նյարդաբանի, խորը նյարդաբանի հետազոտություն, հերքեք վատ բաները եւ տվեք համապատասխան բուժօգնությունը։ Ըստ դրա որոշենք, միգուցե պարզվի, որ այդ հիվանդությունով այնտեղ անհամատեղելի է իր մնալը։ Երջանիկ Սիմոնյանի կինը Արմինեն հիշում է, թե ինչպես էին իրավապահները ներխուժել իրենց տուն, խուզարկություն իրականացրել, գտել պատերազմներին մասնակցած ամուսնու զենքը, հետո շինծու մեղադրանք ներկայացրել, իբր թե խմբով փորձել են իշխանազավթում իրականացնել։ Ըստ քննչական կոմիտեի մեղադրանք է առաջադրվել 7 քաղաքացու։ Գործով անազատության մեջ բանտում էր նաև Սև Հովազ ջոկատի հրամանատար Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը Սերոբ Գասպարյանը։ Հետագայում նրա խաբման միջոցը փոխվել է, հիմա տնային կալանքի տակ է։ Ըստ Արմինեի այս գործով առանց փաստերի թիրախավորում են հերոսներին։ Երջանիկին երբ որ եկան կալանավորելու, շատ բուռն եկան գտան այն բաները, ինչ որ ուներ Երջանիկը։ Անունը դրեցին, որ գտել են զինզինամթերք, բայց հաշվի չառան, որ իրանք Վիդայնի տուն են մտել։ Ընդ որում դրան գնված էր Viber-ից, ունեին կտրոնները, ուներ ինքը ընդամենը 55 պատրոն, որ ինքը միշտ ամեն դատին ասում է, որ չի հիշել, դա իրոք իր ընկերոջ պատրոններն ա եղել, որ ինքը պետքա ուղարկեր ընկերներին, ու իրոք պետքա ուղարկեր, եթե հիշեր, որ ունի։ Նույն արձագանքով, բուռն արձագանքով ես շատ կուզեմ, որ իմ 4 երեխու հայրիկին տուն վերադարձնեն։ Թող ուղարկեն տնային կալանք, այդ հարցին լուծում տան ու հասկանա, որ անմեղ տեղը մարդուն 2 տարի չեն պահի իր երեխաներից կտրված, իր ընտանիքից կտրված։ Այսօր շատ կուզեի, որ իր 4 երեխին խոսային, բայց չեմ ուզեցել, որովհետև իր երեխեքը արդեն պատերազմի հենց սկզբից, թե դրսի երեխեք խաղ են խաղացել, զբաղվել են խաղելով, իմ երեխեքը չէ։ Իմ երեխեք հենց մտել են այդ կռվի, պատերազմի, այդ հոգսի տակ։ Իմ երեխեն ընդամենը 8 տարեկան ա եղել այդ ժամանակ պատերազմի։ Ինքը ամեն ինչ իր մաշկի վրա տարավ, շաքարային դիաբետ ունի, փառք Աստծո մահացու չի, բայց խնդիրը կա։ Դա առաջացել է պատերազմից հետո, որովհետև երեխան ինքը փոքր է, պատերազմին չի մասնակցել, բայց իր բոլոր մարմնի բջիջներով ինքը տարել է այդ ցավը։ Որովհետև հայրը տանը չէր, չեմ ասի ամուսնուս քեռին, կասեմ իմ քեռին տանը չէր։ Իրոք ստոպ տվեք մի վարքան էր։ Իմ որդին Խենթ հայրենասեր է։ Նա ունի մի կարգախոս։ Ես ազատամարտիկ եմ։
Ես սար ու ձորի, իմ հող ու ջրի պաշտպանն եմ, ազատամարտիկը քաղաքականությունով պիտի չզբաղվի։ Եվ ահա այս շինծու ենթադրյալ հանցագործությունը, որը բախտի դաժան կմահաճույքով եկավ եւ փաթաթվեց իմ որդուն, ցավոք այս դաժան պատերազմում ես ունեցա 3 դաժան արհավիրք, կորցրեցի իմ անգին եղբորը, իմ միակ գանձին, իմ հերոսին, Արամ Փարսադանյանին, ունեմ ծանր անհայտ կորած կորուստ իմ երջանիկի հորիղբոր որդին, 18-ամյա զինծառայող, եւ իմ երջանիկին պատերազմից հետո ընդունել եմ ծանր դաժան վիճակով վիրավորված, ունեցել է ողնաշարի, վզի կոտրվածք, ձեռքի, ոտքի, հպարտորեն եմ ասում, որ մեծացրել դաժան դժվար պայմաններում ավտոտնակում ապրելով, վագոն տնակում, մեծացրել եմ հերոս տղա, ես հպարտորեն եմ ասում, նա անազատության մեջ է, բայց նրա հոգին, խիղճը ազատ ու մաքուր են։ Քրիստինե Սիմոնյանը ընթերցում է եղբոր նամակը բանտից, որ խնդրել է հրապարակել։ Ինքն անազատության մեջ է, բուժման հարցերում էլ հետևողական չեն, քանի որ հրաժարվել է նախաքննության փուլում կեղծ ցուցմունք տալ իր հրամանատարի Սերոբ Գասպարյանի դեմ։ Ես կալանավորված եմ նրա համար, որ չեմ ընդունել ԱԱԾ-ի կողմից տրված պատվերը, այն է ցուցմունք տալ իմ հրամանատարի Սերոփի, Արբատի, Ռուսաստանի Դաշնության FSB-ի դեմ եւ ասել, որ նրանք պատրաստվում են զինված հեղափոխություն անել Հայաստանում։ Ես հրաժարվել եմ ԱԱԾ-ում ցուցմունք տալ եւ հայտնվել եմ Արմավիր ՔԿՀ-ում, կեղծ ցուցմունք տալ։ Իմ ձայնը չի լսվել ազգային անվտանգությունում ցուցմունք տալու ժամանակ եւ քննիչ Սիսակ Հայրապետյանն է ինձ առաջարկել այդ ցուցմունքը տալ, կեղծ ցուցմունքը, եւ ինքն է կալանքի ուղարկել գլխիս սարքելով։ Սա ասվել է դեռ ազգային անվտանգությունում երջանիկին կալանավորման օրը, բայց ոչ մեկ նրան այդ պահին չի լսել։ Սա արդեն բարձրաձայնվել է անցած նիստում դատարանում, հուսով եմ դատարանում բարձրաձայնվածը կստանա իր լուրջ արձագանքը։ Նյու-Դեյի նկարահանման ժամանակ Արամուսի բնակիչները շտապում էին Երջանիկ Սիմոնյանենց տուն ու հայտարարում. երկրում ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Մեր գյուղում լսած կլինեք այդ դեպքը, ասենք այնպես մարդիկ չկան, որ լսած չլինեն։ Մի անգամից մեր գյուղից մարդու կնոջը գազարի դաշտում խփեց, 2 հոգի էլ, չգիտեմ, բաշ-գյուղեր, ընտեղ խփեցին։ Այդ ոնց է, նրան անմեղ սյունակ ճանաչեցին, այդ խեղճ տղեն Երջանիկը ոչ մի բան չի արել, տարել են 2 տարի կալանավորել են։ Առանց մեղք ապացուցելու։ Այդ մարդը ոչ մի բան չի արել։ Մեր աչքի դեմը մեծացած, մեր աչքի դեմը ինչքան կռիվ լինի, Երջանիկը պիտի սահմանում լինի։ Երջանիկ Սիմոնյանի ընտանիքի անդամները վստահ են, վաղ թե ուշ ապացուցվելու է նա անմեղ է, բայց հիմա ընտանիքը զրկանքներ է կրում ոչ միայն իր 4 երեխաների խնամքն է Երջանիկի ուսերին եղել, այլ նաև քրոջ 3 որդիների։ Ցավում եմ, որ նրա երեխաների կրթությունը կարող է վտանգվել։ Մեկը ապագա ռազմագետ իրավաբան պիտի լինի, մյուսը այս տարի ժող ինստիտուտ է ուզում ընդունվել։ Անում ենք ամեն ինչ նրանց առօրյան, նրանց ապրելակերպը բարենպաստ դարձնելու, բայց հասել ենք այնպիսի պահերի, որ արդեն ամեն ինչ չեմ ասի վերջն է, բայց դժվարանում է գրեթե ավելի շատ։ Եվ ուզում եմ դիմել հանրությանը, ուզում եմ դիմել պատկան մարմիններին, ուզում եմ դիմել Երջանիկի ընկերներին, նրանք ովքեր մտածում են, որ կարելի է հեռու մնալ Երջոյից, կարող է հանկարծ իրենք էլ վտանգվեն եւ այլն։ Թող բաց աչքերով նայեն իրականությանը։ Եթե ոչ նրանք, ապա նրանցից լավ, նրա զինակից ընկերներից լավ ոչ մեկը չի ճանաչում Երջոյին։ Նա եղել է խիստ հրամանատար։ Նա թույլ չի տվել, որ իր զինվորները, իր զինակից ընկերները երբևիցե խոսեն քաղաքականությունից եւ նույնիսկ Ռոստովում գտնված ժամանակ էլ նա Անի Գևորգյան, Ջանո Խաչատրյան, Նյու Դեյ։